Հիսուս թեև որդի էր, ուստեղ հետո ասում է, թեև որդի էր, այն չարչարանքներից հնազանդություն սովորեց։ Եվ երբ որ կատարվեցավ բոլոր իրան հնազանդվողների համար, հավիտենական փրկության պատճառ եղավ։ Հիսուս որդի լինելով, Հիսուս Աստծո որդի լինելով, գիտեք Հիսուս ինչի համար լսվեց։ Չլսվեց ոչ թե նրա համար, որ որդի է ու շահիր եղեք, այլ լսվեց իր աստվածապաշտության համար, լսվեց իր վերաբերմունքի համար, որովհետև նա կարևորում էր իր կյանքում Աստծո կամքը։ Հիսուսի համար առաջինը Աստծո կամքն է, նրա շարժիչ ուժը, ոչ մարդկանց շատությունն է, ոչ այսպիսի կամ այնպիսի բաներն էր, այլ Աստծո կամքը։ Նա կարող էր 7000, 5000, քանի հազար մարդ թողեր եւ գնալ աղոթք անելու։ Ես ձեզ մի հատ հարց տամ, այսօրվա շատ քիչ մարդիկ այսօր նման բան կանեն։ Գիտեք Հիսուս ինչի էր դա անում, որտեղ իր շարժիչ ուժը, դա հենց ինքը Աստված էր։ Նա ապրում էր Աստծո կամքով։ Նրա միակ բարեհաճությունը Աստծուն հաճեցնելն էր։ Նրա միակ բարեհաճությունը Աստծուն հնազանդվելն էր։ Նրա միակ փափագը Աստծուն հնազանդվելն էր։ Նա ասում էր, ես ինձանից ոչինչ չեմ կարող անեմ, եթե չլսեմ հորս անելից եւ չտեսնեմ հորս անելից։ Ուրեմն